Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր բանախոսներին, պարոն Պողոսյանին, պարոն Մելքոյանին, պարոն Շահրազանովին, պարոն Անջարյան ձեզ նախաձեռնության համար այս քննարկմանը եւ մեր բոլոր մասնակիցներին։ Ինչի համար եմ սենց ուզում ամենքապես շնորհակալ լինել քննարկման համար, որ այսօր ցավոք Հայաստանում ազգային անհրաժեշտություն այսօր ազգային հիշողություն արտադրող խնդիրների վերաբերյալ քննարկումները գնալով շատ ավելի ու ավելի պակասում են, ավելի ու ավելի հետին պլան են հասնում, ինչը իհարկե չի, այսպես ասած, ոչ մի կերպ չի արդարացնում այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը, հատկապես որ հակառակը պետք է ասել այսօրվա ստեղծած այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը շատ ու շատ ավելի մեծ ցեղասպանական ռիսկեր է ստեղծում տարբեր տիպի տարածաշրջաններում եւ կարծեմ պարոն Պողոսյանը խոսեց դրա մասին, այսօր թե չի աշխատում միջազգային իրավունքը, ինչ-որ մի պահ, ինչ-որ մի որոշ ժամանակ հետո դա աշխատելու եւ հետո հերթում մատնացույց անելու բոլոր այն տարածաշրջանները, որտեղ եղել են ցեղասպանական ռիսկեր, այդ թվում նաեւ Արցախի հետ եւ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Տեսեք, մինչ այսօր հայոց ցեղասպանությունը ճանաչել է մոտ 30 երկիր, ավելի ճիշտ է 28 երկիր, որոնք 1965 թվականից առաջ, այսինքն ուղիղ 60 տարի այդ գործընթացը կա, ավելի պաշտոնապես 91 թվականից գործընթացը կա, առայսօր իսկ ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում որպես առաջնահերթություն եղել է առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարման տարիներին։ Հատկապես երրորդ նախագահի կառավարման տարիներին շատ մեծ շեշտադրում է դրվել ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տարբեր երկրների, այդ թվում նաև համայնքային կառույցների, համայնքային միավորների կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը, ինչու, որովհետև դա նաև հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, անվտանգային օրակարգի մաս։ Մենք բարոյական խնդիր չէր լուծում Հայաստանի Հանրապետությունը։ Մեր իրավիճակը նաև երկրորդ նախագահի կառավարման ժամանակահատվածում էր։ Իսկ հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյակը ավելի, այսպես ասած, հիմնավորեց հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության որպես միջազգային իրավունքի սուբյեկտի եւ որպես ցեղասպանության կրած ժողովրդի մասնակցությունը ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանությունը որպես հանցագործություն դատապարտման եւ ընդդեմ ցեղասպանական հանցագործության միջազգային բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները կիրառելու պայքարի առաջամարտիկը դառնալ։ Ինչպես նշվեց, արամյակի ժամանակ համահայկական հռչակագրի ընդունումը շատ ու շատ, այսպես ասած, կետերով հիմնավորում էր հայ ժողովրդի դերակատարություն այդ հարցում, միասնականության, մեր պայքարի ճշմարտացիության, միջազգային իրավունքի վրա հենված եւ տարբեր սկզբունքների, միջազգային սկզբունքների վրա հենված լինելով դրա միավորման տարբեր ազգերի եւ պետությունների համար այն օրակարգ դարձնելու հարցը։ Ընդհանուր առմամբ 20-րդ դարում, եթե ճիշտ եմ հիշում, տարբեր տվյալներով ցեղասպանության զոհ է գնացել շուրջ 12 միլիոն մարդ։ Հայոց ցեղասպանություն, հույների, ասորիների ցեղասպանություն, հետագայում հրեաների ցեղասպանություն, հետագայում Ռուանդայում, Սուդանում, Սիրիայում, Սերեբրինիցայում, Կամբոջայում տարբեր ցեղասպանություններ, այսինքն գնահատված որպես այդպիսի ցեղասպանություններ 20-րդ դարում բերել են իրավիճակին անհրաժեշտության, որ աշխարհում նաև ՄԱԿ-ի որպես միջազգային ուշադրության ներքո է հայտնվել ընդդեմ ցեղասպանական հանցագործության վարվող պայքարի անհրաժեշտությունը։ Եվ 100-ամյակի շրջանակներում մեր խորհրդանում միտք առաջացավ
այսպես խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանական հանցագործության այսպես շարժում սկսել, երբ որ այդ միտքը սկսեցին քննարկել պետական ավելի բարձր կառույցներում, գործադիր շնորհիվ նախագահի աշխատակազմում եւ կառավարությունում եկանք ընդհանուր եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ունի բոլոր իրավական, քաղաքական, պատմական հիմքերը հիմնադրելու եւ առաջամարտի կլինելու միջազգային գլոբալ ֆորումին, որը առայսօր գործում է։ Եվ 2015 թվականի ապրիլի 22-ի եւ 23-ին Հայաստանում հիմնադրվեց ցեղասպանական հանցագործության գլոբալ ֆորումը։ 2016 թվականին տեղի ունեցավ երկրորդ ֆորումը, որը որոշեց, որ այսօր ֆորումը դառնալու է միջազգայինորեն ճանաչված ձևաչափ եւ 2 տարին մեկ տարբերությամբ Հայաստանի նախաձեռնությամբ իրականացնելու է իր աշխատանքները։ 2016 թվականին եւս ընդունվեց հռչակագիր ֆորումի կողմից, հետագայում 2018 թվականին արդեն Հայաստանի նշանափոխությունից հետո աստիճանաբար ցավոք նկատելի է, որ ֆորումի նպատակներն էլ մի փոքր արդեն շրջվում են եւ հատկապես 22 եւ 24 թվականների հրավիրված ֆորումները, որոնք չգիտես ինչի ապրիլի փոխարեն տեղափոխվեց դեկտեմբեր ամիս, ավելի քիչ է խոսում կամ ասենք ավելի շատ է լռում հայոց ցեղասպանության մասին, ավելի շատ հումանիտար այլ նշանակության խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուց։ Իհարկե ինչ ասելով նաև այն բարձր նշաձողը, որը որ դրված է եղել սկզբանե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Ինչ վերաբերում է խորհրդարանական եւ պետական պաշտոնական դիվանագիտության կողմից իրականացված աշխատանքներին, որոնք Շարոզյանը մանրամասն նշեց, մի շարք կարևոր իրադարձություններ պետության կողմից կամ պետության անունից, խորհրդարանի անունից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ցանկացած նախաձեռնություն կամ դրան մասնակցություն ուներ մի քանի այսպես կարևոր շեշտադրում, ինչպես ասեցի, դա Հայաստանի Հանրապետության հաջորդի անվտանգության մասներ, դա բարոյական խնդիր, դա Սփյուռքի միավորման, Սփյուռքի պատմական հիշողության եւ պատմական արդարության վերականգնման խնդիրներ, դա ընդհանուր առմամբ աշխարհում դեր ունեցած ցեղասպանությունների եւ դրանց ժողովրդականության դեմ պայքարի կարևորագույն էլեմենտ էր, դա միևնույն ժամանակ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ընդհանուր շահեր եւ հետաքրքրություններ առաջացնող, ընդհանուր խնդիրներ բերող, միավորող հանգամանք էր։ Եվ այս իմաստով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը մարմնավորվում էր միջազգային օրակարգ մտած իրադարձությամբ։ Այսօր հատկապես 20 թվականից հետո ցավոք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգը ոչ միայն նվազել, այլ աղքատացել է այնքան, որ ոչ մի էական նշանակություն ունեցող խնդիր Հայաստանի Հանրապետության շահի տեսանկյունից կարասել չի։ Այո, կան էական նշանակություն ունեցող խնդիրներ տարածաշրջանի մասշտաբով, բայց դա յուրաքանչյուր երկիր իր, այսպես ասած, զուգն ապրնում, իսկ Հայաստանի Հանրապետությունը սպասարկում այդ զոհբռնելու process-ը մոռանալով սեփական առաջնահերթություններն ու ազգային շահերը։ Արցախի կորուստից հետո հատկապես ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ձայնը իջեցնելով անվտանգային միջավայրի հետ կապված համապատասխան քաղաքականությունը անընդհատ փոփոխությունների ենթարկվելով, անհասկանալի փոփոխությունների ենթարկվելով։ Տեսեք, եթե որևէ մի այսպես հետաքրքրվող մարդ վերցնի եւ ուսումնասիրի այս պահին գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգը, ով ասում որ ցեղասպանության ճանաչման մասին խոսք չկա, լավ էլ գրած է, կամ մնացած առաջնորդող փաստաթղթեր։ Բայց փաստացի քաղաքականությունը խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությանը թելադրում են դրսից, Հայաստանի Հանրապետության իշխանությունները թելադրում են դրսից իր հեճուկս իր շահեր, իր ընդդեմ իր շահեր։ Նույնը կառավարության ծրագիրն ավեցրեք, նայեք 21-26 թվականների գործունեության ծրագիրը գրածով, ահագին բաներ, որ այսօր կարելի է նույնիսկ չքննադատել համաձայնվել։ Այս փաստացի
իրականության մեջ, հասկացի վարվող քաղաքականության մեջ արվում է բոլորովին հակառակ։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահի։ Դրա համար ենք ասում, որ Հայաստանի Հանրապետության շահ, որ շուրջը տեղի ունենում բոլորովին անիրավիճակներ, իրադարձություններ։ Եվ անդրադառնալով նորից օրվա խորհրդին դեկտեմբերի 9-ին, որին Հայաստանի Հանրապետությունը նաև առանձին օրենքով ճանաչեց որպես բոլոր ցեղասպանությունների հիշատակի և կանխարգելման օր, նորից ուզում եմ կարևորել այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից այս ցեղասպանության պատմական հիշողությունը և նրա քաղաքական նշանակությունը մեր համար միշտ եղել է և պետք է մնա որպես արտաքին քաղաքականության և ներքին համերաշխության ամրանալու անվտանգություն և անվտանգային միջավայրի համապնդման համար պայքարելու և նմանատիպ ճակատագիր ունեցող պետությունների հետ միասին միջազգային օրակարգերում այդ խնդիրն առաջ տանելու կարևորություն, անհրաժեշտություն, հետևաբար և կոնվենցիայի խորհուրդը, և օրվա խորհուրդը, և ընդհանուր առմամբ նորից կամ ամենասլուբին ասվածին այսօրվա աշխարհում տեղի ունեցող ռիսկերը, պատերազմական ռիսկերը, որ դրված են աշխարհի առաջ, ոչ մեկ չի բացառել, որ ցեղասպանությունները ցավոք կարող են կրկնվել։ Եվ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցավոք տեղի ունեցել ցեղասպանություններ, տարբեր ժողովուրդների մեծ ցեղասպանություններ։ Հետագայում նաև թվարկածս տարածաշրջաններում և երկրներում էլի քաղաքական, էթնիկ, կրոնական տարբեր հողի վրա տեղի ունեցած զանգվածային սպանություններ են ցեղասպանական ակտերի տեսքով, որոնք որ էլի քաղաքականության հետևանք են, իսկ մենք որպես ժողովուրդ դա ապրելով այդ մարդկային ողբերգությունից դուրս գալով իրավունք չունենք ուղղակի մոռանալ եւ ասել դե ոչինչ չի եղել, եկեք ամեն ինչ դնենք մի կողմի վրա ապրենք, էլի ամեն ինչ դնենք մի կողմի վրա ապրենք, բացի մեր հիշողություններից։ Մարդը որ հիշողությունը դնում մի կողմի վրա է շարունակում ապրել, նորից ստիպված է լինում հաշվի նստել այն ողբերգությանը, ինչը որ մոռացել է։ Այդպես է նա մարդկության ճակատագիրը, մենակ մենք չենք։ Դրա համար այսօր հրեաները թեկուզ ամբողջ աշխարհը ճանաչել է հոլոկոստը, շուան և մինչև այսօր վճարում են տարբեր տիպի փոխհատուցումներ, միևնույն է, որևէ հրեայի չեք կարող ասել, եկեք մոռանանք հոլոկոստը, էլի շարունակենք բարեկամություն անել։ Իսկ իրենք բարեկամություն անում են, բայց չեն մոռանում, թե ինչ որ տեղ ունեցել իրենց։ Մենք ևս այս ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու իրավունք չունենք։ Այդ ընթացքում հարաբերություններ կառուցելով նաև Թուրքիայի հետ դրա փորձը մենք ունեցել ենք առնվազն 2 անգամ անկախ Հայաստանի պայմաններում։ Հետևաբար նորից պետք է շարունակել աշխարհի մյուս ժողովուրդների հետ, ամբողջ աշխարհի բոլոր շահագրգիռ կառույցների, պետությունների հետ միասին ընդդեմ ցեղասպանական հանցագործության դեմ պայքարի և դրա օրակարգերի առաջ տանելու համար։ Շնորհակալ եմ։